ստացվի այնպես, որ մենք եկել ենք մեզ գովալու, բայց չեմ կարա ես էլ չշեշտեմ Տիկին Կարապետյանցի թեկնածության կարևորությունը, քանի որ բոլոր քաղաքական ուժերն էլ գրեթե ունեն իրենց այսպես կոչված առաջին համարը եւ իրենց մոտ կարա հարց առաջանա, ինչու օրինակ Տիկին Կարապետյանցը եւ ինչու ոչ մենք։ Ես պետք է ասեմ, որ Տիկին Կարապետյանցի արժանինքները իր 25 տարվա իրավապաշտպան գործունեությամբ իր սկզբունքայնությունը, արժեքներին հավատարմությունը, անկոտրում կամքը ճնշումներին դիմանալու, դիմակայելու, չենթարկվելու համակարգի կողմից պարտադրանքներին խոսում է նրա սկզբունքայնության, գաղափարական լինելու եւ որպես մարդ նրա արժեքների մասին, բայց դա դեռ բավարար չէ։ Մենք գիտենք, որ քաղաքական դաշտում գործող առաջին համարի, այսպես ասած, հայտ ներկայացրած անձինք կուսակցական են։ Մենք, ինչպես արդեն նշել ենք, գտնում ենք, որ խնդիրը կուսակցական մակարդակում լուծելի չէ, Հայաստանի առաջ ծառացած խնդիրը, եւ այստեղ անհրաժեշտ է մինչեւ կուսակցական պայքարը նախ համակարգային փոփոխություններ բերել, այդ համակարգային փոփոխությունների առաջի եւ ամենաառանցքային կետը իշխանության ճյուղերի տարանջատումն է, որը ինչպես ասել ենք, գործող կամ գոյություն ունեցող դասական մեթոդներով անհնար է Հայաստանում իրականացնել եւ դրա համար առանցքային կարեւորություն ունի այն մոդելը, որը մենք առաջ արկում ենք պետական խորհրդի ներդնել մեր համակարգի մեջ, բայց հաշվի առնելով, որ այդ կոնսոլիդացիան պետքա վեր կուսակցական լինի, Տիկին Կարապետյանցին մենք առաջադրում ենք որպես ոչ կուսակցական անձ, որը կհամախմբի բոլոր գաղափարական ուժերին։ Ինչպես ասեցինք արդեն նախորդ հայտարարված մորատորիումի շրջանակներում, այսինքն գաղափարական եւ աշխարհաքաղաքական հայացքները մի կողմ դնելու եւ միավորվելու սկզբունքի շուրջ։ Շնորհակալություն։